Հայաստանի ազգային ժողովը որպես երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմին շարունակաբար ներգրավված է միջազգային խորհրդարանական դիվանագիտության կարևոր հարթակներում։ Այդ համատեքստում առանձնահատուկ տեղ ունի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, մի կառույց, որտեղ ձևավորվում են համաեվրոպական քաղաքական օրակարգի առանցքային ուղղությունները ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության պաշտպանության ոլորտներում։ Ապրիլի 20-ից 24-ը Ստրասբուրգում Եվրոպական քաղաքական մտքի կենտրոններից մեկում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասը։ Աշխատանքներին մասնակցում էր մեր երկրի խորհրդարանական պատվիրակությունը, կառույցում ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ Ժողովրդավարական արժեքների պաշտպանությունից մինչև քաղաքական գործիչների նկատմամբ ատելության խոսքի տարածում, այստեղ քննարկվեցին ժամանակի հրամայական դարձած հարցերը։ Դրանց քննարկումն աննախադեպ էր այն մասով, որ հարցերի շուրջ ելույթ ունեցող պատվիրակների քանակը հասնում էր 80-ի։ Ես որոշել եմ նույնպես խոսել իմ անձնական փորձառության մասին, ինքն թիրախավորվել որպես երիտասարդ կին քաղաքական գործիչ եւ փորձել եմ գտնել այն լուծումները կամ այն ելքերը այս իրավիճակից, որոնք հնարավոր են իմ դիտարկմամբ, եւ ես կարծում եմ, որ առհասարակ քաղաքական դաշտում մեծ փոփոխություն է տեղ ունեցել Հայաստանում հեղափոխությունից հետո, եւ որ մի քանի կին քաղաքական գործիչներ սկսեցին բաց խոսել այս թիրախավորման մասին եւ կարող ենք անհամեստորեն ասել, որ ճանապարհ ենք հարթել ապագա սերունդի կանանց համար։ Հռիփսիմե Գրիգորյանն էլ իր ելույթում մատնանշեց Եվրոպայի խորհրդի 2024 թվականի զեկույցը, որ վերաբերում էր մեր երկրին։ Եվրոպայի խորհրդի 2024 թվականի զեկույցը Հայաստանի վերաբերյալ մատնանշում է կանանց նկատմամբ առցանց բռնությանն արձագանքելու զգալի իրավական ու ինստիտուցիոնալ բացերն ու ընդգծում դրանց պատճառած սոցիալական վնասները, ներառյալ ինքնագրաքննությունը եւ հանրային մեկուսացումը։ Բռնությունը տեղ չունի ժողովրդավարության մեջ։ Եթե մենք թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունն ի վերջո կդադարի խոսել։ Թեման առանցքային է ոչ միայն եվրոպական պետությունների, այլև Հայաստանի համար, քանի որ այն ակնհայտորեն ունի մեկ հստակ ուղերձ։ Այս թիրախավորումը քաղաքական գործիչներ դա լրացնել այդ քաղաքական գործիչներին, եւ որ քաղաքական գործիչները հատկապես խորհրդարանականները լռում են նաեւ հասարակությունը։ Եվ սա մենք դիտարկում ենք որպես ժողովրդավարության նկատմամբ հարձակում, եւ առանց ավելորդ սեթեվեթանքի պետք է ընդունենք այս մարտահրավերը եւ պաշտպանենք ժողովրդավարությունը։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հաջորդ ամառային նստաշրջանը տեղի կունենա հունիսի 22-ից 26-ը։